իրավական հիմքը գոյություն չունի։ Քանի որ հիմքը քաղաքական է, իրենք իրավական հիմքով պիտի ձևակերպեին, բայց քանի որ ձևակերպումը չկա, արդեն մնում է քաղաքականը։ Իհարկե, այսպես այս եւ այն քաղաքական իշխող կուսակցությունների ներկայացուցիչ գործիչները հիմա կասեն, որ ոստիկանությունը ճիշտ է վարվել, եթե ոստիկանությունը մի բան անում է, ուրեմն գիտի ինչ է անում, այսպիսի վայրահաճություններ կլինեն։ Բայց հարցը այն է, որ փաստը այն է, որ չկա իրավական հիմքը, ուրեմն քաղաքական է։ Ժիրար Սեֆելյանը եւ հիմնադիր խորհրդարանը միակ ընդդիմադիր միավորն է այսօր Հայաստանում։ Ես դա շուտ էի ասում, դեռ 1 տարի առաջ եմ ասել, դրանից հետո եմ ասել, այս քարյակը, երյակը, հետո 0 դարձավ, չէ՞։ Քարյակ, երյակ 0։ Սրանք սպանեցին Հայաստանում ընդդիմությունը։ Եվ ոչ միայն ընդդիմությունը չսպանեցին, ոչ թե լիդերների հարցով կամ գաղափարների, այլ ժողովուրդը հուսախաբվեց եւ հիասթափվեց ընդդիմություն գաղափարից։ Բայց այս էլ մի կողմ դրած։ Այն է հարցը, որ Հայաստանում վիճակն է վատ։ Հիմա եթե վերցնենք նույնիսկ ձերբակալվի բոլոր հիմնադիր խորհրդի անդամները, այստեղ այսօր ով կա բոլորին ձերբակալել, հարցը չի լուծվում։ Հայաստանում դրությունը վատ է, տնտեսական դրությունը վատ է։ Սեղանի վրա դրված Ղարաբաղը դրված է սեղանի վրա եւ Ղարաբաղի վիճակն է վատ, այսինքն արտաքին հարաբերություններում Հայաստանի իշխանությունները տանում են դեպի ձախողման։ Եվ կարծես թե կրկնվում է Ղարսի դեպքերը։ Սա է հարցը, այս է մեր դժվարությունները, սա է մեր դժբախտությունը։ Այսօր Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը։ Եվ ժողովուրդը, եթե նախկինում գնում էր արտագնա աշխատանքների ինչ-որ իր հարցերը լուծում էր, այսօր չի կարողանում, որովհետև դրությունը գլոբալ է վատ, համաշխարհային է այս վատը։ Այսօր մենք ունենք լավ երկիր, լավ ժողովուրդ, ցավոք սրտի ունենք վատ իշխանություն։ Եվ այս վատ իշխանության կողքին ցանկալի կլինի, որ լինի լավ ընդդիմություն։ Եթե Երևան է գալիս մի ռեալ ընդդիմություն, նրանք այսպես են վարվում։ Բայց նորից եմ կրկնում, միևնույնն է, իրենց այս վարվելակերպը չի փրկի դրությունը։ Չի մարի շարժումը։ Շարժումը չեմ կարծում, չէ, չի մարի։ Եթե նույնիսկ նորից եմ կրկնում, այս բոլորին այստեղ ինչքան կա, բոլորին ձերբակալեն, միևնույնն է, կան ռեալ խնդիրները։ Իսկ խնդրից էլ լինելու է դժգոհությունը, արդեն կարող են նույնիսկ լինել անկախատեսելի ընդվզումներ կարող են լինել։